որ մենք ավելացնելու ենք նորից 2 տարի, բայց մենք հակառակն ենք անելու։ Մենք 1 տարի ենք սարքելու ժամկետայինը։ Ունենալով ուժեղ բանակ իհարկե։ Քանի որ գործընկերներս երկու հարց են տալիս, ես էլ 2 հարց տամ։ Առաջինը, ձեր թիմակիցները ձեզ անվանում են Հայաստանի հաջորդ վարչապետ։ Ներկա պահին գործող սահմանադրությամբ դուք դրա իրավունքը չունեք։ Բայց ձեր թիմակիցները ասում են, որ ստանալով մեծամասնություն ազգային ժողովում փոխվելու է Հայաստանի սահմանադրությունը։ Հարց. արժե արդյոք մեկ մարդու համար փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Իդեպ ասեմ, որ նրանք ԿՊԱ-ականները դա մի անգամ արել են։ Նրանք փոխել են ազգային ժողովով սահմանադրությունը, որպեսզի Հրայր Թովմասյանը չլինի սահմանական դատարանի նախագահ։ Բայց արժե արդյոք շարունակել այդ սխալ պրակտիկան։ Նայեք, մենք չենք փոխում սահմանադրությունը, մենք փոխում ենք սահմանադրության 1 հոդված, 148-րդ հոդվածը, որը ազգային ժողովով հանգիստ մի հատ քվեարկումով փոխվում է։ Բայց դա երևի մեր երկրի ամենակարևոր հոդվածն ենք փոխում։ Դա չի արվում ինձ համար։ Դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից, վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից, իրենք փակել են երկիրը ամբողջ սփյուռքի առաջ։ Մենք դրան ենք հասնելու, մինչև այդ հոդվածը չփոխվի, դա ես վերցրել եմ իմ վրա, որ փոխենք, քանի որ դա մեծ վնասներ է հասցնում մեր երկրին։ Մենք բոլորս հասկանում ենք, Հայաստանը փոքր երկիր է, սահմանափակ տնտեսությամբ, սահմանափակ հնարավորությունների երկիր է, եւ գիտենք, որ շատ մեծ երկրներում մենք ունենք շատ հաջողակ ավելի հայրենասեր հայեր, ովքեր պատրաստ են օգնել մեր երկրին։ Ինչի համար ենք մենք փակում։ Դուք գիտեք, որ հիմա հայերը դա նույնիսկ իրավունք չունեն մտնեն Հայաստան։ Կոնկրետ 3 մեր ընկերները аэропортից դեպորտ են արել։ Անհասկանալի պատճառներով մարդիկ եկել են իրենց հայրենիք, իրենց տուն։ Դա հասել է մարազմի աշճանի արդեն։ Դրա համար մենք անելու ենք այդ քայլը, փոխելու ենք այդ հոդվածը, դա ընդամենը ազգային ժողովում մի հատ քվեարկություն է։ Դա ոչ սահմանադրություն ենք փոխում, ոչ ինձ համար ենք փոխում։ Դրանից կարող են օգտվել բոլորը։ Բոլորը կարող են դառնալ թե նախարարներ, թե տեղակալներ։ Դա շատ կարևոր խնդիր ենք դրանով մենք լուծելու։ Եվ երկրորդ հարցը շատ մոդայիկ մի տերմինի մասին է՝ հիբրիդային պատերազմ։ Ամբողջ օրը խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, եւ նաեւ այս իշխանության հովանավորներն են խոսում հիբրիդային պատերազմի մասին, իբր Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Իդեպ ասեմ, որ դա նոր բան չի ընդհանրապես։ Միշտ մարդիկ կռվել են եւ զենքով, Բաբելոնի ժամանակներից կռվել են եւ զենքով եւ խոսքով եւ ռոպագանդայով եւ դարաշրջությամբ։ Ով է Հայաստանի դեմ վարում հիբրիդային պատերազմ։ Ես իմ տեսակետից եմ ասում իմ տպավորությունները։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են հիբրիդային գլուխ ունեցող մարդիկ։ Դուք գլխավոր լրատվականներն եք։ Դուք զգացել եք ինչ-որ երկրի կողմից ինչ-որ պատերազմ էր։ Ընդամենը ես տեսնում եմ, որ այս մարդկանց գլուխը հիբրիդային է, այսինքն Ալասկյարի եւ Մուստաֆայի հիբրիդը։ Նույնիսկ դրանց դեմքին, որ նայես, միանգամից զգում ես, որ սա նորմալ հայի դեմք չի, սա է հիբրիդը, նրանք ուրիշ բան չեն հասկանում։ Ամեն օր ինչ որ նարատիվներ են մտցնում,
բոլորին գործակալներ են սարքում, մեր բարեկամ երկրներին թշնամիներ են սարքում, որպեսզի պայքարեն մեր ժողովրդի դեմ, որպեսզի հայաթափեն Հայաստանը, ունեն հանձնարարություն շեֆից, պետք է լցնեն Հայաստանը ադրբեջանցիներով, սա մենք ամեն օր ասում ենք եւ ասելու ենք, որովհետեւ մենք ավելի շատ հասկանում ենք դրանից։ Մարդիկ սրան պետք է ավելի լուրջ վերաբերվեն, քան թվում է։ Մենք մեր ֆանտազիան էլ չէր հերիքում, որ մենք պատկերացնեինք մի օր Արցախը առանց հայերի, խաղաղ Արցախ ունեցանք առանց հայերի։ Հիմա կունենանք շատ խաղաղ Սյունիք առանց հայերի։ Սրանց վախերի արդյունքն է սա։ Ոչ մի ձև չունեն պայքարելու։ Փչացրել են հարաբերությունները բոլոր դաշնակից երկրների հետ, ինչը որ մենք հիմա ամեն օր տեսնում ենք։ Ես ոչ մի հիբրիդային պատերազմ չեմ տեսնում։ Կա Եվրոմիության անիմաստ հայտարարությունները տեսնում ենք, բայց դա էլ չի խանգարելու մեզ։ Նորմալ ամեն ինչ։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շարունակել խաղաղության թեման։ Տեսեք, իշխանությունը իր հաղթաթուղթն է համարել այս ընտրություններում խաղաղությունը, որ իրենք խաղաղություն են բերել 2 տարի սահմանում ոչ մի զոհ չկա։ Ինչ է ասում ընդդիմությունը, մասնավորապես դուք, ինչպես է օրինակ իրերի դրությունը այսպիսին է, եթե ընտրվեք, ոչինչ միանգամից չի փոխում։ Այս իրավիճակում խաղաղություն կառուցելու ձեր այլ ընտրանքը որն է։ Օրինակ